Պարոն Քոչարյան, ներողություն մինչև օրակարգին հանձնելը, ուղղակի ուզում եմ որպես հանձնաժողովի նախագահ տեղյակ պահեմ, որ հանձնաժողովի աշխատանքները, նաև մասնակցություն լուսաբանելու համար անցագիր է միջացրել Ժողովուրդ թերթի 2 լրագրողների Քնար Մանուկյանին ու Սոնա Գրիգորյանին, ուղղակի տեղյակ լինեք։ Չէ, դուք անցագիր իջացրել եք որպես, բայց ես գիտեմ, որ իրենց լրագրողական գործունեությունը տարածքում արգելափակված էր։ Ճիշտ է դա։ Պատգամավոր իրավունք ունի անցագիր իջացնել։ Չէ, բայց անցագիր իջացրել եք նիստերին մասնակցելու իրավասություն ունե։ Այո։ Տիկին Յարմալյան, կանոնակարգ օրենքը դե ամեն դեպքում շատ լավ։ Եթե արգելք չկա, շարունակենք մեր աշխատանքը։ Օրակարգի առաջին հարցը ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին օրենքի նախագիծն եւ հարագից օրենքները հիմնական զեկուցող Արտադրության նախարար Սրփ Իգալյան, խնդրեմ, ասեմ ձեզ, որ մենք այս հարցով աշխատանքային մեծ քննարկում ենք ունեցել, այս օրենքի վրա նաեւ մեր փորձագետը աշխատել է Արտադրության նախարարության պաշտոնյաների հետ եւ երեկվադրությամբ իշխան ես նայեցի, ոնց որ թե հիմնական հարցերը կարգավորված են, իսկ ընթացքում առաջին երկրորդ ընթերցման ժամանակ մենք կգտնենք դրանց, եթե վիճելի դրույթներ լինեն լուծումները։ Տիկին Գալյան, խնդրեմ։ Շնորհակալություն հանձնաժողովի հարգելի նախագահ, հանձնաժողովի հարգելի անդամներ, ձեր քննարկման է ներկայացվում ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին օրենքի նախագծի եւ հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ օրենսդրական փաթեթը։ Նշեմ, որ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անհայտ կորած անձանց առաջվող իրավահարաբերությունները ներկայում համապարփակ կարգավորված չեն, անձանց նշված շրջանակի վերաբերյալ առանցքային հարցերը առհասարակ բաց են մնացել, իսկ որոշ հարցեր թեև տարբեր իրավական ակտերում ստացել են որոշակի կարգավորում, սակայն թերի են ու չխմբավորված։ Նշվածով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել ընդունել առանձին շրջանակային օրենք, որով կապահովի ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անհայտ կորած անձանց առաջվող իրավահարաբերությունների համապարփակ կարգավորումը։ Ներկայացնեմ նախագծի հիմնական կարգավորումները։ Նախագծով սահմանվում է, թե ով է համարվելու անհայտ կորած անձ, եթե հակիրճ, ապա զինծառայողը կամ զինծառայության մեջ չգտնվող այլ անձը, այդ թվում կամավորականը, որն անհետացել է ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում կամ հանգամանքներում, պաշտպանության գործողությունների մասնակցելու կամ մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ, կամ զինադադարի ընթացքում կամ ռազմական գործողություններին հաջորդող խաղաղ պայմաններում։ Նախագծով սահմանվում են անհայտ կորած անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների իրավունքները, այդ թվում անհայտ կորած անձի անհետացման պատճառների եւ հանգամանքների, գտնվելու դեպքում գտնվելու վայրի, մահվան դեպքում մահվան հանգամանքների, հուղարկավորման վայրի վերաբերյալ հավաստի տեղեկություններ ստանալու իրավունքը, մարմինը մասունքները ստանալու իրավունքը եւ այլն։ Նախագծով նաև սահմանվում են անհայտ կորած անձի հետախուզման համար դիմում ներկայացնելու ընթացակարգը, հետախուզման գործընթացին առնչվող դրույթներ, հետախուզման դադարեցման դեպքերը։ Այսպես նախագծի իմաստով անհայտ կորած անձի հետախուզման դիմումը ներկայացվում է լիազոր մարմին, ընտանիքի անդամի, պետական մարմնի կամ հասարակական կազմակերպության կողմից, որից հետո անհայտ կորած անձին վերաբերող տեղեկությունները մուտքագրվում են համապատասխան ռեեստր։ Օրենքում ամրագրվել է, որ լիազոր մարմինը հարցումներ է ուղարկում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, միջազգային մարդասիրական կազմակերպություններին, որոնք կարող են տիրապետել անհրաժեշտ տեղեկատվություն։ Սա ենթադրում է, որ որոնողական աշխատանքներ, որի ժամկետները կարող են երկարաձգվել, սակայն սահմանված է, որ բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկելուց հետո արկա վիճակի մասին 15-օրյա պարբերականությամբ տեղեկատվություն պետք է ներկայացվի լիազոր մարմնին։ Նշեմ նաև, որ այս որոնողական աշխատանքների եզրափակման մասում սահմանվել է, որ հետախուզումը դադարեցվում է անհայտ կորած անձի գտնվելու վայրը, հուղարկավորման վայրը կամ այդ անձի մարմնի մասունքները գտնվելու վայրը պարզելու օրվանից 3 օրվա ընթացքում, որի մասին անհապաղ նշվում է նաև համապատասխան ռեեստրում։ Իսկ անհայտ կորած անձի դատարանի վճռով մահացած ճանաչվելու, սակայն նրա մարմինը չհայտնաբերված լինելու դեպքում հետախուզումը չի դադարեցվում։ Որպես անհայտ կորած անձանց հարցերով լիազոր մարմին նախատեսվում
նախատեսվում է ազգային անվտանգության ծառայությունը, սահմանում է վերջինիս լիազորությունների շրջանակը։ Մասնավորապես լիազորությունների շրջանակը ներառում է անհետ կորած անձանց հետախուզման գործընթացի համակարգում, տեղեկատվության ստացում եւ պետական մարմինների կողմից ստացված տեղեկատվության հավաքագրում, անհետ կորած անձի հետախուզում, նրա գտնվելու վայրի կամ նույնականացման նպաստող ստացված տեղեկատվության եւ փաստերի հավաքագրում եւ ստուգում, հաղորդակցում անհայտ կորած անձանց ընտանիքի անդամների հետ, նրանց անհայտ կորած անձանց հետախուզման ընթացքի եւ արդյունքների, անհայտ կորած անձանց նույնականացման, անհետացման հանգամանքների ու պատճառների քննության արդյունքների մասին տեղեկատվության տրամադրում եւ այլն։ Նախատեսվում է լիազոր մարմնի ներքո ստեղծել անհայտ կորած անձանց միասնական ռեեստր, որի մասին ես նախորդ թիվ խոսեցի, որի տվյալները հասանելի են լինելու անհայտ կորած անձանց ընտանիքի անդամներին, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին։ Նախագծով սահմանվելու են անհայտ կորած անձանց եւ նրանց ընտանիքների անդամներին տրամադրվող արտոնությունների շրջանակը, որոնք շատ դեպքերում բխում են նաև գործող օրենսդրությունից։ Մասնավորապես նախատեսվել է, որ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի ընտանիքի անդամի երկարատև հիվանդության, մահվան դեպքերում ընտանիքների անդամներին տարվա ընթացքում մեկ անգամ կարող է վճարվել միանվագ դրամական օգնություն։ Ընտանիքի այն անդամները, որոնք անձի անհայտ բացակայող ճանաչվելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում չունեն սեփական բնակարան կամ ունեն, բայց այն 4-րդ աստիճանի վթարային է եւ քանդման ենթակա, հաշվառվում են որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող եւ նրանց սեփականության իրավունքով կարող է հատկացվել բնակարան կամ բնակարան ձեռք բերելու համար կարող է տրամադրվել համապատասխան աջակցություն։ Զինծառայողների մինչև 27 տարեկան զավակները, ծնողները, ամուսինը, կինը ընդհանուր մրցույթից դուրս ընդունելության եւ անվճար ուսումնառության իրավունք ունեն բուհերում։ Անհայտ կորած անձի ընտանիքի անդամը կենսաթոշակային ապահովության եւ նպաստի ստացման իրավունք ունի, որն իրականացվում է ոլորտային օրենքով սահմանված կարգով։ Ընտանիքին տրվում է նաև դրամական աջակցություն կառավարության սահմանած կարգով եւ չափերով, ընտանիքի անդամներն օգտվում են հարկային օրենսգրքով սահմանված արտոնություններից, իրենց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի հարկից եւ փոխադրամիջոցի գույքահարկից ազատման տեսքով։ Անհայտ կորած անձի ընտանիքի անդամը սոցիալ-հոգեբանական օգնության իրավունք ունի եւ այլն։ Անհայտ կորածների եւ ծնողների մտահոգությունները Կորածների, ծնողների եւ բարեկամների մտահոգությունները հաշվի առնելով սահմանվել է, որ անձի անհայտ կորելու փաստով անհայտ կորած անձի հետախուզման մասին դիմում ներկայացված լինելու եւ միաժամանակ քրեական վարույթ նախաձեռնված լինելու դեպքում քննիչն անհապաղ միջնորդություն է ներկայացնում դատարան անհայտ կորած անձին առնչվող հեռախոսազանգերի տվյալները դրանց կապակցությամբ տեղաշարժի տվյալները ստանալու համար։ Դատարանի համապատասխան որոշումը հիմք է, որ անհայտ կորած անձին հնարավոր լինի որոնել նաեւ բջջային հեռախոսի գտնվելու վայրով տեղեկատվություն ստանալով այն մասին, թե ում հետ է կապ հաստատել անհայտ կորած անձը բջջային հեռախոսով, թե տվյալ պահին որտեղ է գտնվում հեռախոսը եւ այլն։ Նախագծով դրույթներ են սահմանվել նաեւ անհայտ կորած անձանց մարմինների հետախուզման, նույնականացման, արտաշիրիմման եւ դրանց նկատմամբ վերաբերմունքի, ինչպես նաեւ միջազգային համագործակցության մասերով։ Միաժամանակ հարակից օրենքների նախագծերով նախատեսվում է կերակրողին կորցնելու դեպքում անհայտ կորած անձի ընտանիքի անդամների կենսաթոշակի, ինչպես նաեւ նպաստի իրավունքը կանոնակարգելով նաեւ դրա կիրառման առնչվող հարաբերությունները։ Իրավական հիմք է ստեղծվում անձին սոցիալական աջակցության տեսակ հանդիսացող սոցիալ-հոգեբանական օգնություն տրամադրել նաև անհայտ կորած անձանց ընտանիքի անդամի անհայտ կորելու դեպքում եւ այլն։ Վերնշյալի հաշվառմամբ տեղեկացնեմ, որ նախագիծը բոլոր շահագրգիռ մարմինների հետ ոչ մեկ անգամ քննարկվել է։ Տարբեր քննարկումներ են իրականացվել նաև անհայտ կորած անձանց ծնողների եւ հարազատների հետ եւ նախագիծը լրամշակելիս նաեւ հաշվի են առնվել նրանց կողմից ներկայացված դիտողություններն ու առաջարկները։ Նախագիծը քննարկվել է նաեւ հասարակական կազմակերպությունների, Կարմիր խաչի ներկայացության գործընկերների հետ, նախագծում ներկայացված փաթեթում նաեւ տեղ են գտել նրանց կողմից ներկայացված առաջարկները։ Խնդրում եմ նախագծին տալ դրական եզրակացություն։